Բարև ձեզ։ Հայաստանի վարչապետ Փաշինյանն այսօր Մոսկվայում աշխատանքային նախաճաշ է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։ Ինչ է եղել նախաճաշի սեղանին, հայտնի չէ։ Մինչ Մոսկվա մեկնելը, սակայն, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում եփեց բավականին աղմկոտ մի ճաշ։ Եվ գործնականում Նիկոլ Փաշինյանի իշխանության սեղանին հայտնվեց 18-ամյա դպրոցական մի պատանու ճակատագիր, այն ճաշի հետևանքով, որ Ծաղկազարդի տոնին Երևանում եփեց Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աննա եկեղեցի իր մուտքով։ Այս պատմությունը թերևս շատերին է արդեն հայտնի, եւ այսօր դատարանը կայացրել է 18-ամյա պատանուն կալանավորելու երկամսյա կալանքի տակ վերցնելու որոշում։ Դժվար է բնորոշել այս որոշումը, դժվար է բնութագրել այս որոշումը, եւ այն պարզապես դաժան անվանելը թերևս մեղմ կլինի, հատկապես եթե նկատի ունենանք, թե ինչ պատանու հանդեպ է կայացվել այդ որոշումը։ Պատանու, որը աչքի է ընկնում գրեթե անթերի առաջադիմությամբ, դպրոցում այդ դպրոցի հպարտությունն է որպես աշակերտ, պատանի, որը աչքի է ընկնում իր հոգևոր արժանիքներով եւ մարդկային առաքինությամբ, ինչպես բնորոշում են նրան գործնականում բոլորը, ովքեր ծանոթ են, ովքեր ճանաչում են։ Եկեղեցում եղավ հայտնի միջադեպը եւ պատանին փորձել էր հարվածել Նիկոլ Փաշինյանին, ինչի համար փաստորեն ենթարկվում է դաժան հաշվեհարդարի։ Սա շատ ավելի կարևոր մի հարց է, քան օրինակ այն, թե ինչ է քննարկել Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը, թեև շատերին կարող է թվալ, որ այդ հանդիպումն է կարևոր, որովհետև կարող է պարունակել Հայաստանի համար էական օրակարգեր, քննարկումներ եւ այլն։ Անկասկած հանդիպումը կարևոր է եւ դրա վերաբերյալ թերևս նոր մանրամասների հայտ գալուց հետո այդ հարցը կքննարկենք վաղը։ Այսօր շատ ավելի խորքային իմաստով եւ արժեքային ու բարոյական իմաստով չափազանց կարևոր է դատարանի կայացրած որոշումը քննարկելը եւ դատարանի կայացրած որոշմանն անդրադառնալը։ Ոչ թե պարզապես իբրև դատարանի որոշում, այլ իբրև երևույթ, որը Հայաստանում առկա է անկասկած քաղաքական բարձր հովանու ներքո։ Դա այլ բան չէ, քան հաշվեհարդար 18-ամյա պատանու հանդեպ։ Ընդ որում շատերը հարց են տալիս կամ հարց են բարձրացնում, թե միթե պետք է պաշտպանել վարչապետին հարվածել փորձող պատանուն։ Իհարկե պետք չէ պաշտպանել վարչապետին հարվածելը կամ որևէ մեկին հարվածելը ընդհանրապես։ Պետք է պաշտպանել բարոյականությունն ու պատասխանատվությունը, պետք է պաշտպանել բարոյականությունն ու տրամաբանությունը, որոնք խախտված են այս դեպքում։ Խախտված են, եթե մենք փորձում ենք միջադեպը դիտարկել իր ամբողջության մեջ։ Ակնհայտ է, որ այդ ամբողջության մեջ տեղի է ունեցել սադրանք։ Նիկոլ Փաշինյանի նպատակն է եղել սադրելը թե ոչ, երբ նա հոծ բազմությամբ մտնում էր եկեղեցի։ Բայց այդ եկեղեցի մուտքն է բերել իրավիճակի սրման եւ պատանու էմոցիոնալ վարքի դրսևորման։ Կրկնեմ, սա ամենևին վարքը հարվածի փորձը արդարացնելու համար չէ, որ ասում եմ, եւ արդարացնելու մասին չէ, որ խոսում եմ։ Բայց երբ մենք կայացնում ենք որևէ վճիռ, մենք պետք է այդ երևույթը, որի վերաբերյալ վճիռը կայացվում է, լինի միջանկյալ թե ամբողջական, ենթարկենք լիարժեք քննության։ Եվ այստեղ է շատ կարևոր հասկանալ, իսկ ինչ է տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը Ծաղկազարդի տոնին փորձել է մտնել եկեղեցի, որը լի էր հավատացյալների բազմությամբ, որոնք ունկնդրում էին Ծաղկազարդի տոնի առիթով պատարագը։ Եթե որևէ մեկը եղել է բազմությամբ լեցուն որևէ սրահում, շատ լավ կպատկերացնի անգամ մեկ մարդու դինամիկ տեղաշարժը լեցուն բազմության մեջ առաջացնում է անհարմարություն, առաջացնում է հրմշտոց, առաջացնում է բազմության մեջ գտնվողների դժգոհություն։ Հիմա պատկերացնենք, որ մտնում է մի մարդ թիկնապահների հոծ խմբով, թիկնապահների եւ ուղեկցողների հոծ խմբով։ Ավելին, այդ մարդու թիկնապահները ունեն որոշակի պարտականություն ապահովել նրա եւ հասարակության միջև որոշակի ըստ իրավիճակի, ըստ իրադրությունից բխող հանգամանքների որոշակի անվտանգ
տարածություն եւ բնական է, որ նրանք փորձում են ապահովել այդ տարածությունը որքան կարող են, որքան հնարավոր է։ Հիմա պատկերացրեցինք նրանք, ովքեր տեսել են կադրերը կամ ովքեր չեն տեսել կամ կադրերը տեսնելով չեն պատկերացնում ամբողջ այդ հրմշտոցի էությունը, կարող են պատկերացնել ինչ է կատարվում այդ ժամանակ եւ երբ լեցուն բազմության մեջ մի մարդ, որին ուղեկցում են մի քանի թիկնապահներ, բազմություն թիկնապահների, փորձում է տեղաշարժվել մուտքից դեպի առաջին շարքեր։ Թե որն էր այդ տեղաշարժի նպատակը, ինչ կարիքից ելներով էր Նիկոլ Փաշինյանը որոշել այդ լեցուն եկեղեցում այդպիսի տեղաշարժ կազմակերպել, որևէ կերպ բացատրելի չէ։ Միևնույն ժամանակ շատ բացատրելի է դրա հետևանքով պատարագի ունկնդիր հավատացյալների էմոցիոնալ լարված վիճակը եւ առավել եւս 18-ամյա պատանու, երբ էմոցիոնալությունը պատանիների առանցքային հատկանիշներից մեկն է։ Ընդ որում նրանց էմոցիոնալ համակարգը չունի ժամանակի կամ կենսական ընթացքի որևէ փորձառություն։ Նրանց էմոցիոնալ համակարգը շատ փխրուն է։ Եվ ամենևին զարմանալի չէ, որ այդ պահին կարող էր այդ համակարգը պարզապես տեղի տալ, հաշվի առնելով, կրկնեմ, այդ պատկերը, երբ մարդը, պետության ղեկավարը պարզապես խանգարում է պատարագը իր քաղաքական նկատառումներից եւ հաշվարկներից ելնելով, որովհետեւ հոգեվոր որևէ իմաստ կամ հոգեվոր որևէ անհրաժեշտություն այդ իրավիճակը չուներ։ Եվ եթե որևէ մեկը խոսում է այն մասին, որ պատանին դուրս է եկել թույլատրելի կամ հասկանալի էմոցիոնալության շրջանակից եւ փորձել է հարվածել վարչապետին, կրկնեմ, առանց այդ փորձը արդարացնելու, պետք է նաեւ արձանագրի, որ պետության ղեկավարն էլ դուրս է եկել հանրության էմոցիոնալ տարածքի հանդեպ պետության ղեկավարի համար թույլատրելի անպատասխանատվության շրջանակից։ Դուրս է եկել եւ ներխուժել պատարագի եւ պատարագի ունկնդիրների միջև էներգետիկ հաղորդակցության դաշտ, խափանել այդ դաշտը։ Սա գուցե քչերի համար է կարևոր, բայց երբ մենք դիտարկում ենք իրավիճակը եւ եթե որևէ մեկը փորձում է հասկանալ տեղի ունեցածը եւ կարծիք կազմել դրա մասին, պարտավոր է դիտարկել ահա այս ամբողջությունը, ոչ միայն իրավական, քաղաքական, այլ նաեւ մարդկային, հոգեվոր, արժեքային այս ամբողջությունը։ Եվ թվում է դեպքը ավելի սառը իրավիճակում քննելիս միանգամայն պարզ պետք է լիներ, որ 18-ամյա պատանու արարքը բացարձակապես չի ենթադրում կալանքի անհրաժեշտություն։ Եվ հետևաբար տրամաբանությունը հուշում է, որ այդպիսի որոշում չպետք է լիներ, կրկնեմ, հատկապես հաշվի առնելով ոչ միայն դեպքի այդ ամբողջությունը, այլ նաև այդ պատանու նկարագիրը, կրթական, հոգևոր, մարդկային նկարագիրը։ Բայց տեղի է ունենում հակառակը, եւ սա այլ կերպ, քան պարզապես դաժան հաշվեհարդար, շատ դժվար է որակել։ Եթե նրա որևէ գործողություն իրական սպառնալիք լիներ Նիկոլ Փաշինյանի համար, ապա Փաշինյանի անվտանգությունը հենց տեղում պետք է չեզոքացներ այդ սպառնալիքը, տեղում պետք է կատարեր անհրաժեշտ գործողություններ։ Բայց Թիկնազորը որևէ կերպ չի գնում այդպիսի քայլի, որովհետև գնահատում է իրավիճակը եւ արձանագրում, որ այնտեղ չկա վարչապետին ուղված որևէ իրական սպառնալիք։ Այլ կերպ ասած, արարքը անգամ այդ տեսանկյունից չի պարունակում այնպիսի հանցակազմ, որը ենթակա լիներ այդպիսի որոշման, կալանքի որոշման։ Եվ ցանկացած տեսանկյունից, ցանկացած դիտանկյունից քննություն պարզ է դարձնում, քննարկում, քննություն, դիտարկում պարզ է դարձնում, որ տեղի ունեցածը պարզապես հաշվեհարդար է եւ դրա նպատակը հանրային ցուցադրությունն է։ Դրա նպատակը հանրային հաղորդագրություն հղելն է, որ ոչ մեկը չհամարձակվի իրեն որևէ, այսպես ասենք, անկաշկանդություն թույլ տալ Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Սա իհարկե բխում է հասարակությունից, հասարակության հանդեպ եղած վախից եւ տագնապից, որ ունի Նիկոլ Փաշինյանը։ Թվում է, թե կա հակասություն, եթե կա այդ վախը եւ տագնապը, ապա ինչու է Նիկոլ Փաշինյանը այդքան հաճախ հայտնվում հանրության շրջանում, ինչու է նա այդ կերպ փորձում իրականացնել իր քարոզարշավը, առավել եւս երբ տեսնում է, որ
անգամ ամենաբծախնդիր կազմակերպման պարագայում փոքր աճ կամ ձախ շեղումը բերում է սկանդալի։ Հանրության հետ հաղորդակցության այդ գծած տրամաբանությունից դուրս մեկ քայլն անգամ բերում է սկանդալի։ Ուրեմն, եթե հանրության հանդեպ կա այդ վախը, Նիկոլ Փաշինյանն ինչու է գնում այդպիսի սերտ հանրային շփումների, դուրս գալիս հանրային միջավայր, ինչու է մտել օրինակ եկեղեցի։ Նա ուներ պատրանք, որ այնտեղ իրեն դիմավորելու են օֆսաննաբացականչությամբ։ Չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանն ունի այդպիսի պատրանք։ Ավելին, ես համոզված եմ, նա առավելագույնս լավ է տիրապետում իր հանդեպ հանրային վերաբերմունքի կառուցվածքին եւ օրինական շանտաժը պատերազմի թեմայով, որ նա ներկայացնում է հասարակությանը նախընտրական այս շրջանում, խոսում է այն մասին, որ նա իրապես գնահատում է իր հանդեպ հանրային վերաբերմունքը հուսադրող կամ վստահություն ներշնչող չեն։ Եվ ուրեմն, ինչու է նա գնում այդ դեպքում հանրության հետ այդպիսի կոնտակտների։ Արդյոք այդ սկանդալները ստանալու համար, եւ նրա ինչին են պետք այդ սկանդալները։ Թե Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ վախը հաղթահարելու լավագույն ճանապարհը ոչ թե վախի աղբյուրից հեռու լինելն է, այլ հակառակը, ընդառաջ գնալը։ Եվ այդ կերպ Փաշինյանը փորձում է հաղթահարել իր վախը հանրային անվստահությունից։ Բարդ է իհարկե ասել, որովհետև բարդ է նաև Նիկոլ Փաշինյանի իրավիճակը ընդհանուր առմամբ։ Այդ բարդությունը, այդ իրավիճակի բարդությունը ակնհայտ է նրա վարքագծից, ակնհայտ է նրա գործողություններից։ Եվ իհարկե նաև ակնառու է դառնում այդ բարդությունը, երբ դիտարկում ենք Հայաստանի քաղաքական ներկայիս ընթացքը, այդ ընթացքի պարամետրերը, օրինակ Ադրբեջանի հետ հարաբերության իմաստով, եւ արտաքին միջավայրը, որ կա Հայաստանի շուրջ, եւ որը անկասկած չի գնալու դեպի առավել բարվոք տրամաբանություն, հաշվի առնելով այն մեծ տուրբուլենտությունը, որ կա աշխարհում եւ որը ունի ծավալման միտումներ։ Հետևաբար, արդյոք Նիկոլ Փաշինյանը գնալով դեպի հասարակություն, անգամ այս սկանդալների գնով, պարզապես փորձում է հանրության հետ ձևավորել անուղղակի հաղորդակցության նոր տրամաբանություն, հանրությունից ակնկալել իշխանությունից դուրս գալու ելք, իշխանությունից դուրս գալու հնարավորություն։ Սա քչերը կարող են համարել իրական։ Շատերի համար սա աներևակայելի է, որ Նիկոլ Փաշինյանը ուզենա ազատվել իշխանությունից։ Բայց եթե մենք դիտարկում ենք այդ իշխանության արդեն եղած բեռը, ողբերգություններով լցված բեռը, այդ իշխանության կորուստներով եւ ողբերգություններով լցված ուսապարկը եւ նաեւ այն մեծ մարտահրավերներով լի ժամանակաշրջանը, որ սպասում է ոչ միայն Հայաստանին, բայց առավել եւս Հայաստանին, ապա այդ դեպքում ես կարծում եմ, որ ողջախոհությունը նվազագույն կանխավարկած դիտարկելու պարագայում մենք չենք զարմանա, եթե Փաշինյանը փնտրի այդ ելքը։ Բնականաբար նա չի կարող այդ մասին հայտարարել բարձրաձայն, որովհետև նա կարող է ելքը փնտրել իր համար կամ շատ նեղ շրջանակի համար, բայց ոչ ամբողջ իշխանական համակարգի։ Իսկ իշխանական համակարգը շատ բարդ կոնստրուկցիա է այդ տեսանկյունից։ Եվ հետևաբար նա պետք է փորձի ելք գտնել, այսպես ասած, ասիմետրիկ միջոցներով։ Եվ արդյոք այս փնտրտուքը չէ, որ նա փորձում է վարել հանրությանն ընդառաջ գնալով, շատ լավ իմանալով, որ հանրության հետ շփումները հղի են այսպիսի սկանդալներով, եւ որին ինքը արդեն պետք է արձագանքի ահա այդ դաժան հաշվեհարդարով։ Բայց այստեղ է ամենից էականը։ Եթե Նիկոլ Փաշինյանը չգտնի այդ ելքը խորհրդարանի ընտրությանը, կրկնեմ, այն ելքը, որ համենայն դեպս ողջախոհության նվազագույն կանխավարկածի պարագայում նա պետք է փնտրի ստեղծված իրավիճակից ելնելով, ապա նա դառնալու է շատ ավելի դաժան եւ շատ ավելի դաժան այն հանրության հանդեպ, որը չտա նրան այդ ելքը, որը խանգարի նրան գտնել այդ ելքը, նրան տալով իշխանությունը պահելու քվե։ Եվ այն շանտաժը, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է պատերազմի տեսքով, իր տողատակում գուցե նաև պարունակում է հենց դա՝ ելք, փնտրտուք իշխանության այն բեռից, որ կուտակել է նա եւ որի առավել ծանրացման մեծագույն
ռիսկի և ճնշման ներքո է գտնվում իր իսկ քաղաքականության բերումով։ Որևէ կերպ չենք կարող իհարկե բացառել, որ Փաշինյանը այս հարցում առաջնորդվի ոչ թե ողջախոհության, թեկուզ նվազագույն կանխավարկածով, այլ իշխանատենչության։ Համենայն դեպս հիմա ակնհայտ է նրա գործողություններից և նաև 18-ամյա պատանու հանդեպ կայացված այս որոշումից, որը անկասկած չէր կարող լինել առանց քաղաքական բարձր հովանու, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է իր իսկ բացարձակ իշխանության ճահճում, և այդ ճահճում նա չունի այլ ելք, քան մնալու դեպքում լինել առավել կոշտ, առավել դաժան և առաջին հերթին այն հասարակության հանդեպ, որն իրեն պահում է այդ ճահճում, որովհետև այդտեղից ուրիշ տարբերակ, ուրիշ ճանապարհ Նիկոլ Փաշինյանը չունի։ Այդ ճահճից կամ դուրս կգա հանրային որոշումով, կամ նա այդտեղ որևէ այլ տարբերակ չունի, քան մնալ և խեղդվել նվազագույնը քաղաքական իմաստով։ Սա է պատկերը, և 18-ամյա պատանու վերաբերյալ այս դատական որոշումը մեզ թերևս հնարավորություն է առավել խորը դիտարկել առկա բարդ և բավական խրթին պատկերը, որ իշխանական հոգեբանության իմաստով անգամ առկա է այսօր Հայաստանում։ Իշխանությունը Նիկոլ Փաշինյանին դարձնելու է ավելի ու ավելի կոշտ և դաժան, և կրկնեմ, առաջին հերթին նրանց հանդեպ, ովքեր նրան կապահովեն այդ իշխանությամբ, և սա այլևս դուրս է Նիկոլ Փաշինյանի պարզապես կամքի և մտածողության դաշտից, սա այլևս ինչ-որ իմաստով նույնիսկ մետաֆիզիկական դաշտում է։ Նա հայտնվել է մի իրավիճակում, որից միակ ելք կարող է ստանալ հանրության օգնությամբ, եթե չստանա իշխանությունը պահելու բավարար քվե։ Մնացյալ հարցերը, հետիշխանական ճակատագրի հարցերը առավել քննարկելի և լուծելի են, եթե լուծելի լինի այս հանրային որոշման հարցը։ Եվ այդ որոշումը պետք է առաջին հերթին Հայաստանի Հանրապետությանը, որովհետև կրկնեմ, եթե մենք ստանում ենք իրավիճակ, որտեղ հեռանկարը առավել կոշտ և դաժան իշխանությունն է, առավել հանդուգն և առավել անպատժելի բացարձակության մեջ խրված իշխանությունն է, ապա սա մեծագույն վտանգ է Հայաստանի Հանրապետության համար։ Մեծագույն վտանգ անգամ այն կորուստների և ողբերգությունների համեմատ, որ մենք ունեցել ենք անցնող տարիների ընթացքում։ Հետևաբար հասարակությունը քննարկելով, բացի քննարկելը ծրագրերը, առաջարկները քաղաքական ուժերի, տարբեր հեռանկարներ և այլն, որոնք շատ կարևոր են, պետք է թերևս մեծ ուշադրություն դարձնի այն հոգեբանությանը, որ այսօր կա Հայաստանի իշխանության համակարգում և դրա բարձրագույն կրողի մոտ։ Այդ հոգեբանությունը պարզապես սպառնալիքի է վերածվում Հայաստանի Հանրապետության համար առկա իրողությունների բերումով, անկախ անգամ իր կրողից։ Հետևաբար հանրային որոշումը այստեղ չափազանց կարևոր է։